Բարև ձեզ։ Իրավագիտակից քաղաքացի եղանակային հաղորդաշարի այսօրվա թողարկմանը խոսելու են ֆրանչայզինգի մասին։ Ֆրանչայզինգի կամ համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագրով իրավատերը օգտագործողին է տրամադրում բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ապրանքային նշանի, սպասարկման նշանի եւ այլի նկատմամբ բացառիկ իրավունքները։ Ֆրանչայզինգի պայմանագրով կողմեր կարող են լինել ինչպես առևտրային կազմակերպությունները, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը։ Ֆրանչայզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր։ Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, իսկ այդպիսի պայմանագիրը դառնում է առոչինչ։ Ֆրանչայզինգի պայմանագրով օգտագործողը իրավատիրոջն է փոխանցում միանվագ կամ պարբերական վճարներ, ինչպես նաև հասույթից մասհանումներ։ Եթե ֆրանչայզինգի պայմանագրով նախատեսված է իրավատիրոջ ապրանքային նշանի օգտագործում, ապա ֆրանչայզինգը պետք է գրանցվի ապրանքային նշանների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող մտավոր սեփականության գրասենյակի կողմից։ Ամփոփելով կարող ենք ասել, որ ֆրանչայզինգը բիզնեսի համագործակցության այն ձևն է, որի դեպքում մի կողմը հաջողված բիզնեսի սեփականատերը կամ իրավատերը մյուս կողմին օգտագործողին է փոխանցում իր անունով եւ փորձարկված կանոններով բիզնես վարելու իրավունքը։ Պարզ լեզվով ասած, սա նման է պատրաստի բիզնեսի վարձակալության ամբողջական հրահանգներով։ Հետևեք Aveus փաստաբանական գրասենյակի էջին, եղեք իրավագիտակից, իսկ պայմանագրերի կազման եւ դրանց իրավական ռիսկերի գնահատման հարցերով վստահաբար կարող եք դիմել մեզ։ Շնորհակալություն։